Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գիշերը Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, հարձակման թիրախում են եղել ռազմավարական նշանակության օբյեկտներ, միևնույն ժամանակ սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, բանակի գլխավոր շտաբի պետը, այլ զինվորականներ ու միջուկային ֆիզիկոս գիտնականներ։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո աշխարհի բազմաթիվ երկրներ հանդես են եկել հայտարարություններով, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել։ Միակողմանի հարձակումն ընդդեմ Իրանի խորապես մտահոգիչ է, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն սպառնում է խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու գլոբալ խաղաղությանը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները, հավատարիմ մնալով միջազգային իրավունքին, նշվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որտեղ լուրջ մտահոգություն է հայտնում Իսրայելի կողմից Իրանում իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ։ Կոչ ենք անում կողմերին լուծել առկա տարաձայնությունները բացառապես երկխոսության ու դիվանագիտական միջոցներով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Մենք հատկապես ընդգծում ենք քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների անվտանգության ապահովման կարեւորությունը։ Կարևոր է շարունակել դիվանագիտական շփումները եւ ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար, ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։ Իսկ ահա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրի Արմենիայի ֆորումում հայտարարել է, այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եվ այժմ զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն պարոն Նավասարդյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Նավասարդյան, լսում եք ինձ։ Պարոն Նավասարդյան, ես մի տեղեկություն էլ հայտնեմ եւ սկսենք մեր զրույցը։ The Times of Israel-ը հղումանելով Իսրայելի անվտանգության ծառայությանը նշում է, որ Իսրայելը տարիներ շարունակ է նախապատրաստվել Իրանի միջուկային ծրագրերի դեմ ռազմական գործողությանը, Մոսադի գործակալները անօթաչու թռչող սարքերի բազա են հիմնել Թեհրանի մոտակայքում եւ անօթաչու թռչող սարքերն ակտիվացրել գիշերը։ Այս տեղեկությունները իրականացված տարբեր փորձագետների կողմից բնորոշված գերճշգրիտ գործողությունը ու նաև Իրանի բարձրագույն սպայական հրամանատարական կազմի ոչնչացումը, գիտնականների ոչնչացումը եւ այլն։ Սկսենք նրանից, թե ինչ է ախտորոշում առհասարակ այս իրավիճակը ու փորձենք հասկանալ, թե մինչև ուր կարող է հասնել, եթե մենք այս ծավալի ռազմագործողությունը նաև տարբեր փորձագետների կողմից բնորոշում ենք որպես լայնամասշտաբ ու նաև նախադեպը չունեցող։ Վերջին այնինչ մենք տեսնում ենք այս գիշերվա կեսից, վկայում է նրա մասին, որ ընդհանրապես ռազմական գիտությունը նոր փուլ է անցնում եւ ռազմական գործողություններ վարելու միանգամայն նոր եղանակներ են կիրառում այս կամ այն հակամարտության մասնակիցները։ Մի քանի օր առաջ մենք տեսել ենք, որ միգուցե իր առանձնահատկություններով, բայց մոտավորապես նույն սկզբունքով եւ տրամաբանությամբ գործել է Ուկրաինան Ռուսաստանի դեմ եւ այսօր մենք տեսնում ենք նման տարիների ընթացքում նախապատրաստած գործողություն նաեւ Իսրայելի կողմից եւ այդ գործողությունները փաստորեն նախապատրաստվում էին թշնամի երկրի տարածքում, դա բնականաբար խոսում է նրա մասին, որ ցանկացած պարագայում որևէ մեկը չի կարող երաշխավորված լինել հարձակումներից, արդյունավետ հարձակումներից, որքան էլ հզոր լինի ռազմական տեսակետից, այսինքն որևէ երկիր իրեն ռիսկից դուրս չի կարող
համարել։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ շարունակում է այն միտումը, որի ականատեսն էինք նաև բավական երկար ժամանակ, որ միջազգային իրավունքը եւ միջազգային կարգավորման մեխանիզմները չեն աշխատում եւ ցանկացած երկիր անում է այն, ինչ բխում է տվյալ դեպքում իր անվտանգային կամ այլ շահերից եւ հաշվի առնելով, որ Իսրայելը ուներ հիմքեր ենթադրելու, որ եթե ինքը անպաշտպան գտնվի Իրանի առջև, ապա Իրանը կարող է իր սպառնալիքները ոչնչացնել Իսրայելը որպես պետություն իրականացնելը։ Մի տեսակ մենք փակուղու մեջ ենք փաստորեն միջազգային հարաբերությունների տեսակետից, որ երկիրը ստիպված է գնալ քայլերի, որոնք հակասում են ընդհանրապես միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների սկզբունքներին, բայց եթե խորանում ես բովանդակության մեջ, տեսնում ես, որ ոնց որ թե այլ ելք հեռանկարային տեսակետից չուներ։ Եվ դա բնականաբար նույնպես ցանկացած պոտենցիալ հակամարտության առումով մեծ մարտահրավեր է այսօր աշխարհի համար եւ այդ մարտահրավերի հետևանքները մենք առայժմ չենք կարող հաշվարկել կամ կանխատեսել։ Եվս մեկ խնդիր ուսումնասիրելով Իսրայելի իրավիճակը, որ պետք է մեզ համար արդիական թվա, դա նա է, որ դու կարող ես որպես պետություն լինել քննադատության լայն եւ սուր քննադատության ներքո, այդպիսի քննադատության ներքո էր բոլոր վերջին տարիների ընթացքում շատ կենտրոններից նույնիսկ կարևոր աշխարհակարգական Իսրայելը, ես նկատի ունեմ եւ Պաղեստինում տեղի ունեցածը եւ այլ սրացումներ Իսրայելի եւ իր հակառակորդների դեմ գործողությունների տեսակետից եւ կոնտեքստում, սակայն եթե ունես հստակ ռազմավարական կողմնորոշում, եթե ունես ռազմավարական գործընկերներ, ապա նույնիսկ քեզ մեղադրելով իրենք ստիպված են քեզ պաշտպանել։ Այդպիսի նախադեպեր մենք Իսրայել-Իրան հարաբերություններում տեսել ենք եւ 2024 թվականին, երբ մի կողմից պետությունները քննադատում էին Իսրայելի գործողությունները, բայց երբ Իսրայելը գտնվեց վտանգի առջև, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի պաշտպանեն Իսրայելը։ Խոսքը նույնիսկ որոշ արաբական երկրների մասին էլ չեմ խոսում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ այլ եվրոպական պետությունների առումով։ Հիմա էլ մենք տեսնում ենք նույն իրավիճակը, Իսրայելի դիրքորոշումները հիմնականում կամ գործողությունները հիմնականում քննադատվում են, բայց եթե լուրջ սպառնալիք լինի Իսրայելի հանդեպ, նրանք նպաստելու են նրան, որպեսզի Իսրայելը մնա պաշտպանված։ Դա ինչի մասին է խոսում, որ այդպիսի ռազմավարական հստակություն եւ կայունություն պետք է բոլոր երկրներին, այդ թվում նաև Հայաստանին եւ ռազմավարական վակուումի մեջ գտնվելը ուղղակի ապագայի համար մեծ մարտահրավեր է, իսկ Հայաստանի իրավիճակը մենք կարող ենք հենց այդպես բնութագրել, որ մենք այսօր գտնվում ենք ռազմավարական վակուումում, մեր դիրքորոշումները եւ մեր շահերը կարող են համընկնել այլ երկրների մոտեցումների հետ, բայց եթե գործը հասնի կոնկրետ գործողություններում, մենք կարող ենք տեսնել հակառակ պատկերը եւ որևէ մեկը պրակտիկ առումով Հայաստանի անվտանգությանը չի նպաստելու։ Սա լուրջ դաս է եւ դրանից պետք է անել հետեւություններ։ Շատ լավ, իսկ ինչ անել, որպեսզի այս զարգացումները կամ անկայունությունները չտարածվեն Հայաստանի Հանրապետության սահմաններին, կամ ըստ ձեզ որ սցենարների դեպքում կարող է ակտիվանալ Ադրբեջանը, հա, փորձելով նաև Իրանին եւ Հայաստանին միաժամանակ, այսպես ասենք, վնասել։ Կարող է որպես պատրվակ կամ միգուցե նույնիսկ հիմնավորված դիրքորոշում ներկայացնել, որ իր հաղորդակցությունների եւ սահմանների անվտանգության համար անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել որոշ տարածքներ։
եւ որպես նման տարածքներ կարող է դիտարկվել Հայաստանի հարավը։ Եվ դա է հիմնական խնդիրը, որի մասին երևի պետք է մտածենք եւ փորձենք նույնիսկ այս ռազմավարական վակուումի մեջ գտնվելով գտնենք լուծումներ եւ առայժմ այն ուղղությունները, որոնց վրա կենտրոնացած էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, առայժմ նման լուծումներ կարծես թե չեն ենթադրում։ Մենք խոսում ենք մեր արտաքին քաղաքականության բալանսավորման մասին, բայց եթե խոսքը գնում է անվտանգային հարցերի մասին, ոչ մի ուղղություն մեր բալանսավորված արտաքին քաղաքականության երաշխիքներ չի պարունակում անմիջապես ներգրավելու մեր պաշտպանության կամ անվտանգության հարցերի լուծմանը։ Ուրեմն պետք է առաջին հերթին շարունակել իմ կարծիքով շարունակել լուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ, որպեսզի այն խնդիրները, որոնք առաջանում են, մենք փորձենք գտնել համատեղ ուժերով, քանի որ որքան էլ Ադրբեջանը իրեն ավելի վստահ է զգում անվտանգային տեսակետից, խոշոր հակամարտությունը կամ խոշոր պատերազմը մեր տարածաշրջանում մեծ մարտահրավեր է նաև Ադրբեջանի համար, եւ եթե մենք կարողանում ենք գտնել համատեղ լուծումներ, որոնք միևնույն ժամանակ կապահովեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա երևի ամենահեռանկարայինն է։ Եվ երկրորդը մենք պետք է հասկանանք, որ այդ ռազմավարական անորոշության քաղաքականությունը, որը վարել է Հայաստանը վերջին կարելի ասել առնվազն 2 տասնյակ տարիների ընթացքում, այլևս հեռանկար չէ եւ մենք պետք է ձևավորենք հստակ եւ պրակտիկ մեխանիզմներ, որոնք կաշխատեն, եթե Հայաստանը ունենա խնդիրներ։ Եվ վերադառնալով Ադրբեջանի հետ կապված հարցերին, պետք է ասել, որ այնպես չէ, որ Ադրբեջանը այսօր երջանիկ է եւ իրեն շատ վստահ է զգում, քանի որ ունի հակասություններ իր համար մեկ ռազմավարական գործընկերոջ հետ, այս հարցում դա Թուրքիան է, եւ իհարկե մենք չենք կարող ակնկալել, որ Թուրքիան կմիանա Իրանին եւ ինչ որ համատեղ գործողությունների դիմի Իսրայելի հետ, սակայն Իսրայելի դեմ, սակայն պարզ է, որ Իսրայելի գործողությունները տարբեր գնահատականների են արժանանալու եւ Բաքվում եւ Անկարայում, քանի որ Անկարան այստեղ ունի Ադրբեջանից տարբերվող աշխարհաքաղաքական տարածաշրջանային շահեր եւ այդ շահերի մեջ բոլորովին չի մտնում Իսրայելի հզորացումը եւ Իսրայելի փորձերը դառնալ անխոցելի, քանի որ հիմնական մարտահրավերը Իսրայելին գալիս է Իրանից։ Մի խոսքով այս ամբողջ բավականին բարդ համատեքստը հաշվի առնելով պետք է Երևանը կառուցի իր արտաքին եւ ավանդական քաղաքականություն հաստիս։ Ռազմավարական անորոշություն, ռազմավարական վակուում ասելով, դուք նկատի ունեք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հստակ փոփոխություններ են պետք։ Կարծում եմ այո, այսինքն այդ անորոշությունը եւ բացակայությունը երաշխիքների, պրակտիկ երաշխիքների, ոչ թե բանավոր, որ մեր առջև կանգնած անվտանգային խնդիրների պարագայում մենք ունենանք ակտիվ եւ մեզ համար վճռորոշ մասնակցություն կարևոր խաղացողների։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, որը ավանդական մեր ռազմավարական դաշնակիցն էր, համարվում այդպիսի դերակատարություն չի ստանձնել նախորդ տարիներին եւ ամենայն հավանականությամբ չի ստանձնի նաեւ ապագայում։ Մենք տեսնում ենք, որ այն հարաբերությունների խորացումը, որ մենք ունենք այլ երկրների հետ, առաջին հերթին վերջի ժամանակներում նշվում էին Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը, առայժմ այդ երկրների հետ մեր հարաբերությունները չեն հասել այն մակարդակի,
որ կարող են ակնկալել անմիջական մասնակցություն այդ երկրների մեր պաշտպանական խնդիրները լուծելու առումով։ Այսինքն պետք է հստակ կարծում եմ ընտրություն կատարել եւ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի այդ անորոշ կարգավիճակը մեր անվտանգային տեսակետից փոխվի։ Մենք իհարկե չենք կասկածում, որ մեր բազմաթիվ արևմտյան բարեկամները միանգամայն կքննադատեն եւ ընդունելի չեն համարի Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, էսկալացիա, բայց ցավոք ամենայն հավանականությամբ դա կմնա բարերի մակարդակով կամ լավագույն դեպքում թեթև պատժամիջոցների մակարդակով։ Ավելի մեծ աջակցություն նրանք չեն կարող նույնիսկ ցանկության պարագայում իրականացնել, քանի որ դրա համար բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ հաղորդակցության հնարավորություններ եւ դա նշանակում է, որ այդ բոլոր խնդիրները հետեւականորեն պետք է լուծել եւ դա չպետք է միայն այսպես մակերեսային բանակցությունների կամ տարբեր համաժողովներում հայտարարությունների մակարդակում։ Այսինքն Ֆրանսիայի օրինակ այս դեպքում ենթադրենք, որի հետ պատրաստվում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ հարաբերությունների մակարդակը պիտի էլ ավելի բարձրացվի, հասցվի ինչ-որ դաշնակցային մակարդակ, ինչ պիտի արվի, հրաժարվի, վերանայվի Ռուսաստանի հետ իրավական իմաստով, իրավապայմանագրային բազան դնեն, վերանայեն, Ֆրանսիայի հետ ունենան որոշակի ավելի խորը հարաբերություններ փաստաթղթավորված, ինչպես պիտի ավելի պատկերավոր լինի այդ իրավիճակը, որը ինքնին արդեն ազդեցություն է ունենալու Հայաստանի նաև անվտանգային միջավայրի կայունության վրա։ Բացի դրանից, որ անհրաժեշտ է փաստաթղթերի մակարդակով խորացնել հարաբերությունների համագործակցությունը, դրա մասին խոսք չի կարող լինել, դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա, սակայն պետք է գտնել նաև պրակտիկ լուծումներ, ինչպես այդ փաստաթղթերում ներառված փոխադարձ պարտավորությունները կատարվում են։ Եվ եթե խոսքը գնում է Ֆրանսիայի մասին, ապա առաջին հերթին պետք է լուծվեն լոգիստիկ խնդիրները, առանց լոգիստիկայի Ֆրանսիան ամենայն ցանկության պարագայում չի կարող արդյունավետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Խոսվում է դրա մասին, որ մենք երկու կողմից, կարող ենք մոտենալ այդ հարցերի լուծմանը, մի կողմից կա Հնդկաստան, մյուս կողմից կա Ֆրանսիան, եւ այդ երկու երկրների միջև մենք տեսնում ենք, որ խորանում է ռազմավարական համագործակցությունը, մենք գիտենք, որ արանքում կա նաև Իրանը, որը առանց որի այդ լոգիստիկ խնդիրները չեն կարող լուծվել եւ մենք դա տեսնում ենք հնդկական սպառազինությունների մատակարարման հարցում, բայց նաև տեսնում ենք ինչպես Իրանի արկա այս գիշերը ստեղծված իրավիճակը փաստորեն այդ բոլոր լոգիստիկ պլանները քանդում է, եւ մենք կարծես թե եթե խոսենք ոչ թե abstract պրոյեկտների մասին, այլ պրակտիկ լուծումների մասին, հիմնականում մեր հաղորդակցական կարգավիճակը բարելավելու տեսակետից տեսնում ենք Իրանի տարածքով Չաբախար նավահանգստի միջոցով օգտագործել Հայաստանի տարածքը, նաև տարբեր առևտրային տրանզիտ ճանապարհների համար, բայց այսօրվա իրավիճակը հուշում է, որ դա էլ այդքան էլ կայուն ճանապարհ չէ եւ ընդհանրապես կարող է դրա արդիականությունը վերանալ, ուրեմն պետք է գտնել ինչ-որ այլ տարբերակներ, իսկ դա նշանակում է նաեւ փոփոխություն, էական փոփոխություն մեր հարևանների հետ հարաբերություններում, այստեղ խոսքը պիտի գնա եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ նույնիսկ Վրաստանի մասին, քանի որ այստեղ էլ լոգիստիկ տեսակետից մենք կայուն եւ հուսալի լուծումներ չենք տեսնում։ Մի խոսքով լուրջ գործ պետք է անի Հայաստանի դիվանագիտությունը եւ այստեղ իհարկե կենտրոնացումը, ես միշտ դրա մասին խոսում եմ, կենտրոնացումը մեր իշխանությունների ներքին քաղաքական հարցերի վրա տանում է ավել էներգիա քան պետք է
ավել ուշադրություն եւ ավել ջանքեր կան պետք է եւ դա բնականաբար խանգարում է այլ արտաքին քաղաքականության եւ անվտանգային հարցերի լուծման։ Շնորհակալ եմ, պարոն Նավասարդյան։ Նմանապես հաջողություն եւ անվտանգություն բոլորիս։ Շնորհակալություն։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, շարունակեք մնալ առաջինի հետ, մենք պարբերաբար ուղիղ եթերում արտակարգ թողարկումներով ներկայացնում ենք Իրանի շուրջ զարգացումները եւ բնականաբար այդ համատեքստում խոսում նաեւ Հայաստանի անվտանգային խնդիրների կամ սպառնալիքների մասին։